Անպատվել կարելի է, Միանշանակ։ որովհետև զոհը իրան սադրել է, էտա ձեր նկարագրած մեր պահվածքը։ Կարող մենք իրականում գառ չենք։ Մեզ ասել է, որ գառ ենք, որ խելոք արածենք։ Չէ, մենք կազյուլ ենք, Տարբերությունը մեծ չի, կոտոշտեն է տարբերությունը։ չքաղաքականացնենք, չքաղաքականացնենք, Չքաղաքականացնենք։ բայց ասենք այնց հանճարեր ու հերոստացույցով այդ հնարավորությունը տվել էին։ Ուղղակի հիշենք էլի մեր հերոսներին։ Ժողովուրդը կարակարվի մինչև վերջ ու կարա հաղթի։ Ինքը չի ուզում պարտվի ու ինքը չի պարտվելու։ Իրան նման դեպքում հնարավոր է ոչնչացնել, բայց հաղթել նման հակառակորդին անհնար է։ Երկրորդ համաշխարհային ժամանակ շատ է խոսվում 600,000-անոց ներկայություն եք մենք ունեցել։ 600,000-ից ավել։ 600,000-ից ավել։ Ես չեմ հիշում մեր ամբողջ պատմության մեջ որևէ դրվագ, երբ որ մենք ազգովին 600,000 մարդ կանեինք ճակատ։ Այսինքն ճիշտ կոորդինացման պարագայում, ճիշտ մարդկանց հանելու պարագայում մենք կարող ունենանք բավականին մարտունակ պետական որոշում, ավելի շուտ պետական որոշում։ ընտանիքը հակադրել պետությանը դա մեզահատուկ, թե մենք դրա մեջ ուղղակի պահկվում ենք, թաքնվում ենք։ Մենք պահկվում ենք ավելի շուտ դրա մեջ, ինքնապաշտպանության մեր բնազդը ավելի շատ հազվադեպ ընտանիքի շրջանակից դուրս է պատկերացնում։ Մենք տարեկան 300 հոգի մի բատալյոն մարդ ենք կորցնում։ Ավտոճանապարհային, ասենք, վթարներից։ Մի բատալյոն, каждый год։ Մենք գրավեցինք Շուշին, մենք ազատագրեցինք Արցախի հարակից շրջանները, բուֆերային գոտի ստեղծեցինք ու սկսեցինք, չգիտեմ ինչ անել։ Մեր ջոկատը շատ կոնկրետ, մասնագիտական էր, հետախույզ դիվերսանտներ, ովքեր որ ծառայել էին հատուկ գրուի հատուկ բրիգադաներում, շատ հաճախ դες քանի որ փակ գործողությունների էի մասնակցում, հասարակության համար փակ, գախնի եղել է շատ անգամ, երբ որ ինչ-որ մարդ է եկել, ընդունարանից տեղյակ են պահել եւ Վազգենը չի ուզեցել, որ այդ մարդը ինձ տեսնի։ Կարողացել ենք ստեղծենք միավոր, որը որ կարողացել է գրավի, ազատագրի ու ոգի բայ։ Ու կորցնել տեղ-տեղ։ Դե պատերազմը կարա կորցնել։ Բայց դա եմ ասում։ Ես չեմ սիրում, երբ որ կենթանի մարդուն, մանավանդ մարդկանց, ում ես անձամբ եմ ճանաչել, որ իրանց սկսում են սա շատ սպիտակացնել, էլի։ Գիպսից արձան են սարքում։ Ես վաղուց սպիտակ մարդկանց չեմ հավատում։ Հիմա Վազգենի կերպարը շատ են սպիտակացնում։ Ինքը շատ նյարդինար ֆիգուրա էր, շատ։ Ներկայացրեց, ասեց, բանա Հայաստանից է հայկական բանակի գնդապետը։ Ես աստիճանազրկված եմ Վազգենի թեթև ձեռքով, բանա ոնց օֆիցերի կոչումը ստորագրեց, այտենց էլ ասենք աստիճանազրկեց իր այդ կոնֆլիկտ ունենալու արդյունքում։ Չկարողացա իրան համոզեմ, ինքը համոզված էր, որ բանա չի կարա պլացդարմ լինի, ասենք այդ երկու կետը, բայց հենց թարսիպես այդ երկու ուղղության վրա էլ թուրքերը աշխատեցին։ Մի հատ նախադասություն եմ ասում, որից հետո ինձ տանել չեն կարող, ոչ մեր քաղաքացիները, որոնք ռազմական գործի հետ չեն առնչվել, ոչ այն տղեկը, ովքեր որ կամավոր են եղել, ոչ այն տղեկը, ով զինծառայող են եղել, ոչ օֆիցերը, ինձ սաղ տանել չեն կարող։ Ավելի հիմնային եթե նայենք, բանակաշինության մեջ ինչն էր սխալ։ Հոգնել եմ ասելով, էլ քֆուր եմ արել, վեֆիր էլ էշ եմ ասել, էլ դրանից առաջ փափուկ էի ասում, դրանից առաջ սիրալիր, դրանից առաջ քծնողական էի ասում, դրանից առաջ թուղթ էի գրում, եկա բացատրական, դրանից առաջ ասես փոքրիկ թուղթ էի տալի օղորմածիկ, ասենք Զորի Բալայանին ասում էի փոխանցի։ Նախարարի կաբինետից խրամատը վատ է երևում։ Չէ, իրանք սարերը չէին տենում։ Ես սարերի հետ եմ։ Դե սարերը չէին տեսնում։ Ես մեկ-մեկ երբ որ ասում եմ մեր իշխանությունները ուղեղ չունեն, ինձ ասում են դու քաղաքականացնում ես։ Ոչ ոք իրանցից կառավարելուց հաշվի չի առել լեզվամտածողություն, մենտալիտետ կոչվածը։ Վդագոնք ու եղել է քանդող գործողություններ, իսկ քանդող գործողությունները որոնք են։ Դա քաղաքական ղեկավարությունը ռազմական գործողությունների։ Դա քանդողը, ու դա իմ հետ էլ ա եղել։ Եթե դու գրագետ զինված ուժեր ունես, գրագետ քաղաքական վերնախավ ունես, դու նախորոք ունենում ես պատրաստված երկրորդ գիծ,
3-րդ, 4-րդ։ Ինտերնետը շատ է տարբերվում, ասենք, վազող մարդուց։ Ընդհանրապես արագության խնդիր է։ Մենք պետք է այնքան լավ պաշտպանված լինենք, որ ռիսկ չանեն մեր վրա տան։ Ազգ բանակը մեր ռազմաքաղաքական համակարգի կոնցեպտն է։ Չի ասի։ 2016 թվականի աշնանը Ես նկատի չունեմ ինչ որ կա, նկատեմ ինչ որ պիտի լինի։ Ինչ որ ցանկալի է լինի։ Անհրաժեշտություն է, ես կասեի։ Կամ էլ պետության մեջ, երբ որ ժողովուրդը տեղավորվում է ու համահունչ է լինում, դառնում է ազգ։ Ազգ եթե տեղավորվում է համակարգի մեջ, արդեն պետություն է դառնում ինքը։ Մեջը կա ամենակարևորը՝ արդարություն։ Գրեթե միշտ հեղափոխությունները, մասսայական դասալիքությունները, քաղաքացիական պատերազմները գրեթե միշտ ունեցել են մի հատ հենարան՝ անարդարություն։ Ինքը սկզբից ազգ բանակ եղավ, հետո դադարեցին իր վրա հարձակվել, հետո սկսեցին վախենալ իրանից, հետո եկավ այն աստիճանի, որ այդ վախենալու շվեյցարացիների մոտ սկսեցին գործարաններ կառուցել ոչ շվեյցարացիները։ Հիմա մեր մոտ 3 շաբաթյա հավաքներ կան, որը որ ազգ բանակ չես կարող կոչես, այդ առաջ բանակի ռեսուրսի համալրում է։ Ազգ բանակի դեպքում հնարավոր չի բանակը օգտագործել ներքին հարցեր լուծելու համար։ Ողջ մնալը բնազդային մղում է։ Երբ որ մարդն ազատվում է դրանից, ինչ որ բան տեղը չի, հատկապես թշնամական միջավայրում ու պատերազմական մթնոլորտում։ Կամաց են էդի անում, ասելով մեր ուժը մեր թուլության մեջ է եւ քաղաքական ղեկավարությունը ինձ փորձեց ստիպի, որ ես այդտեղից տեղափոխվեմ, դուրս գամ, որովհետեւ դա իմ գործը չի։ Հետագայում իմացել եմ նման տիպի գործողություններ եղել է բանա միջամտություններ եղել է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքական վերնախավից։ Նման խնդիրների հետ առնչվել է ժամանակին Գարեգին Նժդեն, երբ որ Սյունիքում ինքնապաշտպանություն էր կառուցում։ Ինքը շատ ավելի արագ է հարցը լուծեց, քան մենք։ Ուրանալ պետք չի, մանավանդ քաղաքական այդ կապիկությունների պատճառով ոչ մեկի գործը ուրանալ չի կարելի։ Բայց համենայն դեպս մեզ մենակ են թողել բառը գլխի մեջ ֆառում է։ Գյուղապետերը շատ վախեցած են, որտեղ վերևից հասկանում ես, անց կիսա աստվածային զոնաներից ասել են ոչ, պետք չի ձեր համար պաշտպանական բան, դուք պետք է ասենք խաղաղության պայմաններում, իսկ եթե կրակեն, պետք է մեռնեք, էլի։ Մոնթեն մեր հաջողությունը իր ձևով էր բնորոշել։ Ասում էր թուրքերն ավելի էշ են։ Մեր հաջողությունները կամ չպարտվելը Մոնթեի հետ ես համաձայն եմ։ Ինքը իրանք ավելի էշ են։ Դա չի նշանակում, որ մեր մոտ էշությունը 0 է։ Ինքը չի ասել 0 է։ Այո։ Գառները գալից են վախենում, բայց Չոբանուշունը ավելի հեռանկարային նպատակներ ունեն մորթու մսի հետ կապված։ Տեր Աստված շատ եմ խնդրում, էլի, հերթական անգամ մի պղտորի իմ լեզուն, էլի, որ քֆուր չտամ, էլի։ Ես չոտոքի շինգավիթ եմ մեծացել, հասունացել եմ Չարբախ, անենց քֆուրներ կարամ տամ, որ ինձ մի 15 տարով գնստացնեն, էլի։ Տեր Աստված, ազատության մեջ, էլի, ծերությունս անցկացնեմ։ Փախչելու տեղ չկա։ Բաժանորդագրվիր եւ իմացիր ավելին։